Գյումրին ընտիր կայացած մշակութային տարածք է, թե դասական, թե ժողովրդական երաժշտության, թե նկարչական արվեստի առումով։ Գյումրին արվեստաց քաղաք է, մեր հոգևոր կենտրոններից է եղել, եւ սա պետք է չմոռանալ, ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Իր ստեղծագործական առաջին քայլերն այնտեղ է արել եւ միշտ կապված է եղել այս քաղաքի հետ։ Ուստի նոյեմբերի 18-ին Գյումրու Սևբերդ ամրոցում կայանալիք հեղինակային համերգ երեկոն բացառիկ նշանակություն ունի նրա համար։ Այստեղ ես ունեմ շատ թանկ հիշատակներ Գյումրիում, որոնք ինձ ուղեկցել են տարիներ շարունակ, մտովի, երբեմն էլ իրենց ներկայությամբ, ու դրանք այս ամբողջ մի տեսակ առավել հուզիչ, առավել պատասխանատու է դարձնում ինձ համար այս համերգը։ Շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանում շուկայական հարաբերություններն են իրենց արժեքներն ու օրենքները թելադրում, սակայն կոմպոզիտորի խոսքով ամեն ինչ պետք է անենք, որ իրական արվեստի ներսում թույլ չտանք, որ շուկան իշխի, այլապես ամենը հանձնելու ենք նրան, ի շուկայի սկզբունքն է ավելի էժան, որ շատ առնեն։ Գեղատեսիլ վայրում գտնվող Սևբերդ ամրոցն ունի պատմական նշանակություն, հիանալի հնչողություն եւ կազմակերպիչների հավաստմամբ կդառնա միջազգային դասական երաժշտության փառատոների ամենամյա կենտրոն։ Սա աննախադեպ համերգ է ինձ համար, ասում է համերգի հատուկյուր Հասմիկ Պապյանը։ Այս քաղաքի ճակատագրի հանդեպ ես անտարբեր չեմ, ավելին ասեմ, մենք բոլորս մի քիչ պարտք ենք Գյումրուն։ Կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է եւ իմ մանկությունը անցել է Գյումրիում։ Ես ունեմ շատ մեծ նախ եւ առաջ հոգեվոր կապ այդ քաղաքի հետ եւ այդ քաղաքի բնակիչների հետ ընդհանրապես։ Համերգին կատարվելիք Մանսուրյանի ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։ Զուգահեռ երգերը առաջին անգամ մենք կատարել ենք ուրեմն Մոնպելիեում, երեկոն նվիրված էր Կոմիտասին եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններին, մենակատարը ես էի եւ այդ համերգից հետո ֆրանսիական մամուլը գրեց, որ այսպիսի երաժշտությունից հետո արև բացվեց Ֆրանսիայի վրա։ Առաջին բաժնում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն զուգահեռ երգերն ու կոմպոզիտորի այլ ստեղծագործություններ, նաև նոր երգեր։ Երկրորդ բաժնում ռեկվիեմը, մասնակցությամբ Հայաստանի կամերային, Գյումրու Տիրամայր Հայաստան, Երևանի պետական կամերային երգչախմբերի կատարմամբ։